Սիրո մեջ երկյուղ չկա, եւ կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետեւ երկյուղը տանջանքի ենթակա է, եւ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը նա սիրեց մեզ։ Սիրելիներ, այսօրվա հոգեվոր նախաճաշը սիրո մասին է։ Գիտեք, երբ մարդկանց հարցնում ենք, ասում են, որ այո, ես սիրում եմ Աստծուն։ Բայց տեղ է գալիս, երբ մարդու մոտ սկսում են ինչ-որ վախեր, տագնապներ, կասկածամտություն, ուրեմն սերը ամբողջական չէ, որովհետև սիրո մեջ այդ ամեն ինչը պիտի չլինի։ Այսօր մեր երիտասարդների մի մասի մոտ կան տագնապային ապրումներ, ինչու որովհետև Աստծո հետ այդ հարաբերությունը վերահաստատված չէ, այդ սիրո զգացումը Աստծո հետ չունեն։ Մեկի համար Աստված 9-1-1 է, երբ հիվանդացավ կամ փորձանքի մեջ է, պիտի հիշի։ Մյուսի համար Աստված գործերի հաջողության Աստված է։ Երրորդի համար եւ այսպես շարունակ նեղ անձնական ցանկությունները բավարարելու համար են միայն մոտենում Աստծուն։ Իսկ Աստված սեր է, սիրելիներ։ Եթե մենք չենք կարող այդ սիրո մեջ լինել, մնացած բաները մեր կյանքում չեն լինի։ Հետո չնեղվենք եւ չասենք, թե ինչու Աստված մեզ չի օգնում։ Առաքյալն ասում է, որովհետեւ նա մեզ առաջինը սիրեց։ Այո, սիրելիներ, նախ Աստված մեզ սիրեց։ Յուրաքանչյուր ծնող, երբ զավակ է ունենում, ինքն է առաջինը սիրում իր զավակին, հետո պիտի զավակը մեծանա եւ հասկանա, թե ինչ է նշանակում ծնողին սիրել։ Այդ ծնողն է սկսում սիրել զավակին, որբիսի զավակը տեսնի եւ կրկնօրինակի այդ սերը։ Աստված մեզ սիրում է, որբիսի մենք ընդունենք եւ կրկնօրինակենք այդ սերը մեր կյանքի մեջ, մեր եղբայրների նկատմամբ եւ Աստծո նկատմամբ։ Ուրեմն այսօրվա հոգեվոր նախաճաշը այս սիրո քարոզչությունն է, սիրելիներ։ Մինչև վախենալ, մինչև տագնապել, մինչև մոլորվել, մինչև խնդիրների առաջ կանգնել, անդրադառնանք, արդյոք մենք սիրում ենք Աստծուն այնպես, ինչպես Աստված սիրում է մեզ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, սիրելիներ։ Աստված օրհնի